Շանթիեթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանին։ Տիկին Հակոբյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք այս օրերին ամենակննարկված քաղաքական իրադարձությունից։ Վաղ շաբաթում ընտրվեց ձեր թեկնածուն, որի շուրջ տարբեր մեկնաբանություններ եղան նաև ընտրություններից հետո։ Ըստ էության արդյունքները չվիճարկվեց, բայց ըստ ընդդիմության քաղաքական աճպարարության հետևանք է ձեր հաղթանակը։ Ինչպես են դա բացատրում։ Ասում են դուք խոշորացրիք համայնքը, Վաղարշաբաթին միացրիք նաև Խոյը եւ առաջադրելով այդ համայնքի նախկին ղեկավարին, ով որ ծնվել, մեծացել էր այդտեղ, նաև ղեկավարել էր այդ համայնքը եւ այդ համայնքի եկած զայներով ապահովեցիք արդեն ընդհանուր Վաղարշաբաթ խոշորացված համայնքում նրա հաղթանակը։ Նման քաղաքական հաշվարկ ունեցել եք։ Տեսեք, եթե մենք չհաղթեինք օրինակ Էջմիածին քաղաքում, ես կասեի այս մտահոգությունը բարձրաձայնվող տեղ ունի, հա, գոնե խոսալու համար թեմա է, բայց մենք հաղթել ենք եւ առանձին Խոյ խոշորացված համայնքում, հավաքել ենք ավելի շատ ձայն, քան նախորդ անգամ ենք հավաքել ընտրություններին եւ Էջմիածին քաղաքում, Էջմիածին այն ժամանակ խոշորացված համայնքում հավաքել ենք ավելի շատ ձայն, քան նախկինում։ Այսինքն պարոն Մեխակյանը մեղադրվում է նրա համար, որ Խոյում հաջողել է, լավ ղեկավար է եղել եւ ստացել է շատ ձայն, հա, ասում են, քանի որ պարոն Մեխակյանը Խոյից է, Խոյում պաշտոնավարել է, լավ է պաշտոնավարել, ինքը ավելի շատ ձայն է հավաքել, սա նորմալ չի, հա, այսինքն պետք է ավելի վստահություն լինի, որ եթե պարոն Մեխակյանը մինչ այժմ իրեն վստահված մասերում, համակարգում հաջողել է, ապա կհաջողի նաև այս նոր պաշտոնին։ Ինչ վերաբերում է աճպարարությանը, տեսեք, շատ նման ոչ ցույց տվեք ասել լեգիտիմ բաներ են հնչում, ասում են, այ օրինակ քաղաքացիական պայմանագիրը այնքան էլ ասոցացված չէր պարոն Մեխակյանի հետ։ Տեսեք, պարոն Մեխակյանը մեր կուսակցության անդամ է դեռ վաղուց։ Եղել է մեր խմբակցության падգամավորը ընտրված հենց մարզից։ Եղել է մարզպետ, եղել է, ինչպես ասացիք, խոշորացված Խոյ համայնքի ղեկավար եւ այլն։ Եվ լոգոյում ասում են չկա քաղաքացիական պայմանագիր, մինչդեռ կա։ Այո, այս տաղավարում նաև Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանն էր ասում։ Ասում էր նաև ոչ միայն պաստառում չկա գրված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այլև վարչապետը, այսպես ներգրաված չէր այդ քարոզարշավին, ինչպես մյուս համայնքներում էր, ելույթ չունեցավ եւ այլն եւ այլն։ Նաև լավագույն պատասխանը պարոն Հնցալեն Սիմոնյան ազգային ժողովի նախագահը իր էջում տեղադրել է, եւ պարոն Մարուքյանն ասում է, այ չէր կարող Ալեն Սիմոնյանը գայլ ասել ընտրեք պարոն Մեխակյանին, որովհետև արգելված էր նրանց ասոցացվել եւ պարոն Սիմոնյանը դրել է իր այն ելույթից հատված հենց Վաղարշաբաթում բեմում, երբ որ ասում են մենք պետք է ընտրենք Մեխակյան, կոչ է անում ընտրել Մեխակյան։ Այսինքն լավագույն պատասխանը դա է, որ այս մեղադրանքները շատ փուջ են։ Ինքս լինելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ վարչության անդամ կուսակցության, ինքս մի քանի անգամ գնացել եմ, մեր ֆրակցիայի ղեկավարն է գնացել, պաշտպանության նախարարն է գնացել, մեր տարբեր падգամավորներ են գնացել, նախարարներ եւ այլն, պարոն Արայիկ Հարությունյանն է գնացել, աշխատակազմի ղեկավարը եւ վարչության անդամը։ Այսինքն մենք ամբողջությամբ ներգրաված ենք եղել ողջ process-ներում, վերջում էլ եւ այս մեղադրանքները ուղղակի շատ դատարկ են։ Օրինակ նույն պարոն Մարուքյանը եւ նույն քննադատությունը հնչեցնողները չեն ասում, որ օրինակ երկրորդ տեղը զբաղեցրած այդ հաղթանակ դաշինքի անդամը ոչ մի կերպ չէր ասոցացվում այդ դաշինքի մի անդամ դաշնակցություն կուսակցության հետ, եւ որովհետեւ դուք ողջ ընթացքում չեք կարող տեսնել մեկ դաշնակցական դեմք, մեկ նույն Քոչարյանի, հա, աջակիցներին, թիմի անդամներին, նրանց կողքը մեկ անգամ ֆիքսել էին գախնի, այսպես։ Բայց նրանց տեխնացուն չի ժխտում, որ ինքը ընկերական կապ ունի եւ այլն եւ այլն։ Բայց քաղաքական ոչ մի խոսակցություն չի եղել, չկա ոչ մի հիշատակում կուսակցության մասին, մինչդեռ օրինակ նույն մեր տեխնացուի դեպքում պարոն Մեխակյանը ամեն անգամ
անգամ քաղաքացիական պայմանագիրը նշել է, հանդես է գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցության որպես առաջին համար, այսինքն մենք մեր կուսակցության անունով ենք հանդես գալիս, ոչ թե ընդդիմության, հա, այդ ավանդաբար ինչ որ դաշինքներ կազմել եւ իրենց անունից խուսափելով, մեր լոգոն կա պաստառների վրա, միշտեր հակառակ դեպքում չեք տեսնի, այսինքն մենք ամբողջությամբ եւ մեր դեմքերով, եւ մեր անունով, եւ մեր լոգոյով ամեն կերպ ներգրաված ենք եղել եւ պարոն Մեխակյանը ուղիղ ասոցացվում է մեր կուսակցության հետ, այդպես չի կարելի էլի, օրինակ նույն կուսակցական ակտիվությունը, հա, կուսակցության որպես падգամավոր եղած լինելը, նման բաները, քննադատությունները ուղղակի տես դատարկ խոսակցություններ են, սա միանշանակ։ Այդ դեպքում Տիկին Հակոբյան, եթե խոշորացման հիմքում ոչ թե քաղաքական, այլ հանրային շահներ, ինչպես ըստ էության ձեր խոսքից զգացում է, որ պնդում եք դուք, ապա ինչու այդ խոշորացումը տեղի ունեցավ հենց ընտրությունների նախաշեմին։ Որովհետև այդ խոսակցությունները նախկինում էլ կային, եւ երբ որ մենք հասկացանք, որ ընտրությունների են գնում, այս նախկին խոսակցությունը արդիական դարձավ։ Ես ուզում եմ նկատենք, որ մենք հնարավորություն ունենք, մենք Էջմիածնում ամենամեծ խմբակցությունն ենք եւ հնարավորություն ունենք ընտրելու ավականիով քաղաքապետ, բայց մենք գնացինք ընտրություններ, օրինակ, այս դրվագի մասին ոչ ոք չի խոսում։ Այսինքն, այն տպավորությունը, որ ուզում են ստեղծել, որ մենք այնպես ենք արել, որ մենք ունենանք քաղաքապետ, մենք ունենք այդ ավականին, որ կարող ենք ունենալ մեր քաղաքապետը կրկին, հա? Եվ ել չեմ ասում այն առաջին ասածս հանգամանքը, որ մենք հաղթել ենք եւ Էջմիածնում եւ Խոյում։ Այսինքն մենք ավել ձայներ ենք հավաքել, այսպես թե այնպես մենք ենք հաղթել ընտրություններում առանձին վերցրած, թե ընդհանուր։ Իսկ առհասարակ ընդունում եք, որ վաղարշաբաթի ընտրություններում իշխանության մոտեցումները որոշ առումով տարբերվեցին այլ համայնքներում, թե քարոզարշավի կազմակերպում եւ այլն, թե նույն սկզբունքներով եք առաջնորդվել։ Մենք հիմնականում շփվում ենք քաղաքացիների հետ, բակերով ենք գնում, հայտարարում ենք, որ ձեր բակում մեր տեխնացուն է։ Ես ասում եմ այն, ինչ ես տեսել եմ մեր գրեթե բոլոր թույլ տվեք ասել քարոզարշավներին, որին մասնակցել եմ, եւ ուղիղ մարդկանց հետ խոսում ենք, ներկայացնում ենք, տալիս ենք մեր բուկլետը եւ այլն։ Այսինքն նման կամ հնարավոր է ինչ-որ տեղերում նաև բակերում փոքրիկ հանրահավաքի ֆորմատներ, փոքրիկ այգիներում հանրահավաքի ֆորմատներ, բայց մեր բանը ռազմավարությունը նույնն է։ Մենք շփվում ենք ուղիղ քաղաքացիների հետ գյուղերում, քաղաքներում, բակերում, շենքերում։ Եվ երբ որ հայտարարում ենք մարդիկ, օրինակ նույն պարոն Մեխակյանի դեպքում, երբ ռոպորով հայտարարում էինք, որ բակում պարոն Մեխակյանը շատ մեծ սիրով մարդիկ դուրս են գալիս, ողջունում էին, իջնում էին, աջակցություն էին հայտնում, հարցով էին դիմում, տարբեր։ Եվ չի տարբերվում մեր ռազմավարությունը։ Պարզապես կարող է մի տեխնացուն ավելի շփման մեջ ազատ լինի, մյուսը ոչ այնքան, արդեն առաջին համարից կախված կարող է որոշակի բաներ ակներև սենց անգամ չերևացող, բայց երբ որ դու խորությամբ ուսումնասիրես տարբերություն, որտեղ տարբեր մարդիկ են, հետո ամեն համայնք իր խնդիրներն ունի, հա, նույն Շիրակի մարզում խնդիրը չի կարող նույնական լինել Սյունիքի մարզի խնդրի հետ եւ այլն։ Մի պնդում էլ շրջանցենք, որն արվում էր ընդդիմության կողմից թե մինչև ընտրությունները քարոզարշավի ընթացքում եւ թե նաեւ ընտրություններից հետո այդ պնդումը ըստ էության վերահաստատում էին, ասում էին, որ իշխող կուսակցությունը ակտիվորեն վարչական ռեսուրս է կիրառում։ Իհարկե վարչական ռեսուրսի կիրառում որպես օրինակ նաեւ թե այդ Խոյ համայնքի միացումը Էջմիածնին էին դա էին պնդում եւ նաեւ ասում էին դպրոցի եւ այլն պետական կառույցների աշխատողներ եւ հիմա էլ պնդում եմ, որ դուք հաղթել եք նաեւ վարչական ռեսուրսի կիրառման շնորհիվ։ Եթե խոսենք վարչական ռեսուրսի նախ բացառում եմ դա, սա սկզբունքային կարևոր հարց է, ես անձամբ բացառում եմ եւ ես չեմ տեսել նման բան, բայց եթե խոսում ենք վարչական ռեսուրսի մասին, ապա Էջմիածնում ամենամեծ վարչական ռեսուրսն ունի Մայրաթորը։ Եթե վարչական ռեսուրս է կիրառվել, օգտագործվել, ապա Մայրաթորի ռեսուրսն է կիրառվել։ Իդեպ Մայրաթորի հետ կապված եւս շահարկումներ է արվում։ Նույն որ այս ընտրությունները նաեւ աջակցություն է եկեղեցու եւ բանի, այսպես լավարկման, առողջացման հետ կապված մեր բարձրացած խոսակցության, այս խոսակցությունը եւս ընդդիմությունն է առաջ տվել։ Ես գալու եի իհարկե այդ հարցին, առանձնացնելով վարչապետի հենց հաջորդիվ դա պիտի տայի վարչապետը անդրադառնալով ընտրության արդյունքներին իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ այս ընտրությամբ կարևոր լիցք հաղորդվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Այստեղ է հարց առաջում, ինչ կապ ունեն այս ընտրությունները իշխանության նախաձեռնած այդ գործընթացի հետ։ Ես դրան էի գալիս, որ այս ընտրությունները եկեղեցու հետ այս բացված խոսակցություն դարձրել է նույն ընդդիմությունը։
Այս ինչ էին ասում, ամբողջ հրապարակային էլի։ Ասում էին ընտրեք Սևակ Խաչատրյանին, կանգնեք Մայրաթորի կողքին։ Մենք ոչինչ չենք խոսել դրա հետ կապված։ Սա գոնե հրապարակային է եւ ապացուցելի է։ Ընդդիմությունն է դարձրել, հա, այս խոսակցության ոնց որ ասած լակմուս ընտրության արդյունքները։ Եվ միգուցե քաղաքացիները այդ ազդակը ստանալով գնացել են եւ այո, կողմ են քվեարկել քաղաքացիական պայմանագրին, որովհետեւ ով, բայց էջմիածնեցին ավելի լավ է տեսել են խնդիրները, որը մենք լսել ենք եւ բարձրաձայնել ենք։ Էջմիածնեցու աչքի առաջ են եղել շատ խնդիրներ, այդ հայտնի ящիկների ճռռոցով արշակներից մինչև այդ անձնական կյանք ունեցող բարձրաստիճան հոգևորական ներկուսակրոն։ Այդ ամեն ինչը տեսել է Էջմիածնեցին։ Միգուցե դրա համար հասկացել ասել, բայց ճիշտ է ասում ես, օրինակ Սևակ Խաչատրյանը։ Սպասեք, աջակցեմ քաղաքացիական պայմանագրին։ Այս խոսակցությունը դարձրել են իրենք։ Դրա համար մեզ դրա մեջ մեղադրելը ազնիվ չէ, մենք երբևէ այս խոսակցությունը չենք բերել քարոզարշավի որպես սենց ուղղորդող թեմա։ Քարոզարշավին չեք բերել, բայց հիմա ըստ էության առաջ եք քաշում։ Եվ դա էլ է հարց առաջանում։ Ասում են, օրինակ, ձեր ընտրողները գնացին ձեզ քվե տվեցին ձեր ծրագրով, չէ՞, ծրագիր եք ներկայացրել, բայց ծրագրում կետ չկա գրված Մայրաթորը կտրիչ Ներսիսյանից ազատելու մասին։ Հիմա ընտրություններից հետո, երբ որ արդեն հաղթանակը կա, առաջ է քաշվում Մայրաթորը կտրիչ Ներսիսյանից ազատելու հարցը եւ դա կապվում է ընտրությունների հետ։ Ես ասացի, որովհետեւ քաղաքացիները լսել են նաեւ այս տեսակետը ակտիվ քարոզվող։ Այսինքն քարոզարշավի ընթացքում նաեւ գրաված, այսինքն ընդդիմադիր առաջին ուժը հանդիսացող, այսինքն շատ վստահելիություն կամ լսելիություն, հա, տեսանելիություն ունեցող ընդդիմադիր առաջին Նրանց կողմից են լսել, բայց ոչ ձեր կողմից։ Բա ասում եմ, բայց որոշ մարդիկ նաև այդ պատճառով միգուցե լսել են եւ եկել են, բայց ես չեմ ուզում սա նաև հոգեվոր խոսակցություն դառնա, որովհետեւ մենք ունենք կրոնական խղճի ազատության, հա, սահմանադրական իրավունք եւ ես չեմ ուզում այս խոսակցությունը դառնա նույնը։ Դրա համար մեր ոչ նախընտրական խոստումների մեջ, ոչ քաղաքացիների հետ խոսակցություններում այս թեման մեր խոսակցության որպես կետ չի եղել։ Սա կետ քաղաքացիների համար դարձրել է ընդդիմությունը։ Դրա համար թող հիմա պատասխանը տան։ Մեզնից չէ որ պետքա պատասխանը ստանան։ Մենք դրանից առաջ էլ այս խոսակցությունը ունեցել ենք քաղաքացիների հետ։ Մենք բոլոր քաղաքացիների հետ, ոչ միայն էջմիածնեցիների հետ։ Մենք այս խոսակցությունն ունեցել ենք, որովհետև միայն էջմիածնեցությունը չէ քրիստոնեությունը, մեր արժեքները, մեր եկեղեցին, սա համահայկական թեմա է թույլ տվեք ասել եւ էջմիածնեցիները լսելով նաեւ միգուցե սրան են արձագանքել։ Շատ լավ, այս թեմայի հետ կապված վերջին հարցը, ինչպես այդ դեպքում կարող է այս ընտրությունը օգնել իշխանություններին հասնել այդ նպատակին։ Մենք այդ լիցքը ինչպես պետք է հաղորդի։ Ավելի օգնություն, քան քաղաքացիների ակտիվ մասնակցությունը մեր առաջարկած օրակարգին, իսկ օրակարգը շատ հոգևոր է թույլ տվեք ասել եւ մեզ հիմա օրինակ մեղադրում են պատարակների գնալու համար։ Սա եւս շատ ծիծաղելի է, հա։ Չեն ասում եկեղեցին էսեն անում են, մենք պատարակների ենք գնում։ Քաղաքացիները գալիս են։ Իդեպ, անգամ այն դեպքում, երբ Մայրաթորը հայտարարություն տարածեց կամ Մայրաթորի անունից հրապարակային ելույթներ եղան, որ այն կնքված մարդիկ, ովքեր մասնակցել են պատարակին, որը կարգալույց արված հոգևորական իրականացնել, այլևս հավատացյալ չեն, կամ այն եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել այդ հոգևորականի կողմից պատարակ, այլևս խոնարհված է։ Սենց թույլ տվեք ասել հիմար ձևակերպումներ անելուց հետո անգամ այսօր այդ եկեղեցիներում շարունակվում են պատարակներ տեղի ունենալ, մարդիկ շարունակում են գնալ եւ չեն վախենում, որ ինչ որ մեկի ցանկությամբ իրենց մերոնը այլևս ջնջված է եւ իրենք այլևս քրիստոնյա չեն, այդ հոգևորականները շարունակում են բանանել եւ այս ուղղությամբ գնալով հասկանում եք ամեն շաբաթ ինչ որ նոր հոգևորական, նոր եկեղեցի նշանակում է այս բոլոր հոգևորականներին պետք է կարգալույց անեն, բայց իրենք զգում եք, չէ՞ որ վերջում արդեն այլևս իրենց խոստացած ճանապարհով չեն գնում, որովհետև հասկանում են, որ անկառավարելի է իրավիճակը։ Իրենք այլևս չեն ունենալու հոգևոր հովիվներ, հոգևոր առաջնորդներ եկեղեցիներում եւ այլևս կարող է դուրս գա, որ բոլոր եկեղեցիները խոնարհված են, բոլոր մարդիկ այլևս քրիստոնյա չեն, բոլոր հոգևորականները այլևս կարգալույց են։ Այս դեպքում ինչ անելու կտրիչ Ներսիսյանը իր փոքրատիվ բանով այդ խորհրդով։
Տիկին Հակոբյան, սա ըստ էության մինչև խորհրդարանական ընտրություններ վերջին խոշոր ընտրապայքարն էր, կան գնահատականներ, որ թիմ ընտրությունների տրամաբանությունը այլ է, համամասնական ընտրությունների, այսինքն համապետական ընտրությունների տրամաբանությունն այլ։ Այստեղ ամեն դեպքում ընտրում են այսպես ասած իրենց թաղի տղային ընկերոջը եւ այլն, այդ ոչ թե այսպես գլոբալ ասված քաղաքական ուժին։ Դուք կիսում եք այդ գնահատականները։ Ինչ որ միտեղ այո, ինչ որ միտեղ չէ։ Այո, որովհետև իրականում թիմ ընտրությունները նաև այս ընթացքում ցույց է տվել փորձառությունը, որ մարդիկ այլ տրամաբանությամբ են ընտրում։ Բայց երբ որ խոսակցությունը ծայրահեղ քաղաքական է լինում, մարդիկ նաև կուսակցությանն են ձայն տալիս։ Այ դրա համար էլ ընդդիմությունը իր դեմքով հանդես չի գալիս։ Դուք չեք կարող հիմա մտաբերել մի թիմ ընտրություն, որտեղ հանրապետական կուսակցությունը մասնակցել է։ Բայց նույն Մամիջանյանը 2 օր առաջ ֆրակցիայի ղեկավարը, հա, հանրապետական, ասում էր, որ ճիշտ է իրենք լրագրողի հարցին, որ ինչի չեք մասնակցում, ասում էր ճիշտ է, մենք կուսակցություն չի ասում, բայց մենք ինչ պետք է արել ենք։ Այսինքն իրենք իրենց անունով այնքան ապականված է իրենց անունը, այլ կուսակցությունների եւս միայն հանրապետականի մասին չեմ խոսում, այնքան ապականված է նախկին իշխանությունը, որ իրենց անունով հանդես գալը երաշխավորված պարտություն է, դրա համար ինչ որ բարձրագոյ անունների ներքո կազմում են կոալիցիաներ, կուսակցությունը չի երևում, լոգոն չի երևում, անվանումը չի երևում, իրենք չեն երևում, որտեղ եք տեսել դաշնակցական падգամավորների կողմից աջակցություն, որտեղ եք տեսել մի իրենց հետ լուսանկար, մի հրապարակային խոսք, մի աջակցություն Զարշավին որտեղ եք տեսել։ Գուցե իրենք վստահ են, որ իրենց տեխնացուն ինքը իրենով իր վաստակով այդ համայնքում կարող է հասնել։ Ով է Սևակ Խաչատրյանին բանանում նույնականացնում դաշնակցության հետ։ Ոչ ոք չկա նման բան, որովհետև իրենց ներկայությունը քարոզարշավին եւ ընտրություններին, իրենց դեմքը, իրենց լոգոն, իրենց անունը միայն երաշխավորված պարտություն է։ Դրա համար դուք չեք գտնի ընտրություն, որևէ process ընտրական թիմ թեկուզ բան համապետական, որտեղ անունով են հանդես գալիս։ Չկա նման բան։ Դրա համար եւ այո ձեր պատասխանին եւ ոչ, նայած ինչ ուղղությամբ է գնում քարոզարշավը, իսկ որ այս ընտրություններին եւս էլի քանի որ քաղաքացիական պայմանագիրի անունով էլ իր տեխնացիով էր, ով չէր թաքնվում իրենց նման, էլի քաղաքական այդ դավաճանբան շատ կեղտոտ քարոզչություն գնաց պարոն Մեխակյանի հոր, ուրեմն հերոսական անցյալի հետ կապված համեմատություն շատ ստոր հակաքարոզչություններ գնում, այսինքն այսպես թե այնպես քաղաքականացվում էր այդ ընտրությունը, դրա համար քաղաքացին իր քաղաքական գնահատականը տվել է ինչպես համապետական ընտրություններին, այնպես էլ դիմում է տալիս։ Եվ ամփոփելով մեր զրույցը, նաև հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ըստ էության խոշոր համայնքներում ավարտվեցին ընտրությունները մինչև խորհրդարանական ընտրություններ, եւ քաղաքացիական պայմանագիրը եղավ համայնքները, որտեղ որ չունեցավ իր քաղաքապետը, համայնքի ղեկավարը։ Սրանք մտահոգություններ առաջացնում են ձեզ մոտ, որ ընտրությունների ժամանակ արդեն խորհրդարանական կարող եք այդ համայնքներում էլ խնդիրներ ունենալ։ Էլի փորձը ցույց է տվել, որ անգամ կարճ ժամանակ անց թիմից անց որտեղ պարտվել ենք, մենք համապետական ընտրությունների նույն Գյումրի օրինակը, մենք հավաքել ենք շեշտակի ավելցային եւ հաղթել ենք այն տեղերում, որտեղ թիմում պարտվել ենք։ Բոլոր դեպքերում, ասենց ես չեմ կարող ընդհանրական գնահատական տալ բոլորի համար, բայց բոլոր դեպքերում մենք քաղաքական գնահատական տվել ենք եւ խոսել ենք պատճառների մասին։ Իհարկե մտահոգող են, որ քաղաքացին, հա, որոշ դեպքերում մեզ մեծամասնություն չի համարում, ինչի դեպք Գյումրիի մասին չէ։ Գյումրիում այո, մեծամասնությունը տվել էր ձայն հենց քաղաքացիական պայմանագրին։ Սակայն ամեն դեպքում պետք է հետևություններ անել, բայց կարծում եմ, որ ոչ ոք հիմա մեզ լսողները եւ դուք հատկապես չեք մտածում, որ կարող է ժողովրդավարական երկրում իշխանությունը միայն միակենտրոն լինել եւ թիմերում էլ միայն մենք հաղթենք, ամեն տեղում մենք հաղթենք, սա ժողովրդավարության մասին չի լինի, այնպես որ նորմալ է, որ որոշ տեղերում տեսնես նոր ուժեր, առողջ ուժեր, այլ բան է, որ անգամ ընդդիմադիր դաշտը որոշ դեպքերում զավթված է, բայց ես նաև նկատում եմ ինչ-որ լուսավոր տարբեր կետեր թիմերում, որը հուսամ այն կշիռը կստանա նաև իր կատարած աշխատանքի շնորհիվ, որ վերջապես այս աղճատված ընդդիմադիր դաշտը կառողջանա եւ մենք կունենանք առողջ ընդդիմություն, որը առողջ բանավեճի մեջ կմտնի, իրական ընդդիմություն կլինի իշխանությանը, սրանից մեր հասարակությունը միայն կշահի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն էր։